Բարև ձեզ Արմինուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարին հյուրընկալել ենք Մայր Հայաստան դաշինքի անդամ Սոնա Աղեկյանին, բարև ձեզ Տիկին Աղեկյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ ուզում եմ ձեզ հետ քննարկել մի կարևոր թեմա, տրանսպորտի թեման, հասարակական տրանսպորտի շուրջ կրքերը կարծես թե հանդարտվել են, սակայն դուք եւ ձեր թիմակիցները բողոքի ակցիաներ, իրազեկման ակցիաներ, բոյկոտ եք իրականացնում, սակայն կարծես թե հիմա ամեն ինչ առաջվա թափը չունի, նվազել են բոյկոտի թվերը, ինչու։ Շնորհակալ եմ հրավերի համար, նաև հենց այս օրը, որ հրավիրել եք, անցյալ տարի 24 թվականի մարտի 12-ին Երևանի այս 2.5 միավորանոց ավականին որոշեց եւ տրանսպորտի ուղևորձը 3 անգամ թանկացրեց քաղաքացիների համար։ Ինչպես գիտենք, դա մարտի 12-ին էր ավականու նիստի օրը։ Եվ հենց արդեն երբ որ ենք բերում էին ուղևորձը միասնական էլեկտրոնային համակարգի վերադարձնելուց բացի նաև թանկացման մասին էին խոսում, մենք հասկացանք, որ անմիջապես պետք է արձագանքել եւ Մայր Հայաստան խմբակցությունը առաջինն էր, որ ասեց դեմ ենք, բոյկոտում ենք այդ քվեարկությունը։ Մեկ տարի է, ինչ կարելի ասել, բոյկոտը կա հենց ավականու նիստերի դահլիճից Մայր Հայաստան խմբակցությունը սկսել է եւ մենք ասել ենք, որ դեմ ենք ուղևորձի թանկացմանը, որովհետեւ ուսումնասիրելով հիմքերը, փաստերը, տեսնում ենք, որ ոչ թե սոցիալական արդարության մասին խոսել անգամ չի կարելի ուղևորձի թանկացման այս որոշման հիմքում եւ դրա առումով, այլ պիտի հասկանանք, որ սրանք իրենց թալանչիական հերթական թանկացման որոշումն են փաթաթում մարդկանց եւ մենք դեմ լինելով սեփական շատ սեղմ ժամկետում վերել ենք մեր սեփական ուղևորձի մասին նախագիծը, որով տրոլեյբուսի 50 դրամն է պահպանվում եւ ավտոբուսն ու մետրոն էլ մնում են ոչ ավել, քան 100 դրամ։ Նաև հավելենք, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները եւ կենսաթոշակառուները հնարավորություն են ունենում օգտվելու անվճար։ Այն ժամանակ, որ իրենք թանկացրել էին, 3 անգամ թանկացրել էին, դեռ այս տոկոսային ինչ-որ զեղչեր բաներ ոչինչ էլ չէին արել։ Եվ իրենք այնքան ցինիկություն ունեցան, որ մերժեցին մեր նախագիծը, որը բխում էր քաղաքացիների շահերից, իսկ Մայր Հայաստան խմբակցությունը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ հանդես եկավ քաղաքացիական նախաձեռնությամբ եւ օրենքի տառին համապատասխան, եթե օրենքը պահանջում էր 8250 Երևանում գրանցում ունեցող քաղաքացիների ստորագրություն, ապա մենք շատ կարճ ժամանակում հավաքեցինք 17000 քաղաքացու ստորագրություն եւ այն արդեն իրենց սեղանին դրված է այդ որոշման նախագիծը քաղաքացիների ստորագրությամբ։ Քաղաքացիները ստորագրելով իրենց անհամաձայնություն են հայտնել այս թանկացման եւ թալանչիական որոշմանը, այսինքն 17000 արձանագրված ստորագրություն կա, որ ովքեր դեմ են տրանսպորտի ուղևորձի թանկացմանը։ Այլ պայմաններում նորմալ ժողովրդավար կոչվող երկրներում անմիջապես քաղաքային իշխանությունը անհապաղ կհրավիրեր արտահերթ նիստ եւ կքննարկեր այդ որոշման նախագիծը, որովհետեւ 17000 քաղաքացի համահեղինակ է ուղևորձի չթանկացմանը։ Իսկ իրենք ինչ են անում։ Իրենք ստիպում են մարդկանց, պարտադրում են մարդկանց վճարել թանկ։ Այսինքն տեսնում ենք, չէ, որ ավտոբուս ՓԲ-ում աշխատող վարորդները, ում աշխատանքային պայմանագրում գրված է, որ իրենք վարորդ են, իրենք պետք է պատշաճ ծառայություն իրականացնեն, մեքենան A կետից B կետը վարեն սթափ նորմալ վիճակով, բարձրորակ սպասարկում իրականացնեն քաղաքացիների համար եւ միայն իրավունք ունեն պարզապես հիշեցնելու, որ քաղաքացիները վճարում կատարեն։ Նրանք իրավունք չունեն մարդկանց անիծելու, մարդկանց կոպտելու, վիրավորելու, մեքենայից իջեցնելու, նվաստացնելու, իրավունք չունեն իրենք անջատեն մեքենան եւ իջնեն մեքենայից։ Այս ամեն ինչը այն ինչ որ ստիպում է քաղաքային այս հայտարարակ 2.5 միավորանոց իշխանությունը անել վարորդներին, ընդդեմ քաղաքացիների, ընդդեմ բոյկոտող քաղաքացիների, սա նշանակում է, որ իրենք պարտադրում են մարդկանց վճարել ավելի թանկ, այն պարագայում, որ հանրային տրանսպորտի որակի բարեփոխում ընդհանրապես չի արձանագրվում։ Անդրադառնալով ձեր բոյկոտին, ինչու առաջվա նման ակտիվ չեք, որն է պատճառը պասիվացման։ Բոյկոտը ակտիվ ընթանում է, ասեմ ձեզ, որ
հավանաբար լուսաբանումը եւ ուղիղ եթերների քանակն ենք քչացրել, բայց գրեթե ամենօրյա, որովհետեւ քաղաքացիներից շատերը տեսախցիկների առջև, ինչպես գիտեք, խուսափում են խոսելուց, իրենց սեփական կարծիքը արտահայտելուց ինչ պատճառներով, բայց մենք գրեթե ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ ենք, տարբեր ավտոբուսներում եւ տրոլեյբուսներում եւ իրենց հետ կապի մեջ ենք։ Բոյկոտը իրականում մեծ ծավալներ է առնում, թափ է հավաքում, այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը, որոնք հրապարակում է քաղաքային իշխանությունը, իսկ թե ինչու մենք հնարավորինս ավելի քիչ ենք ուղիղ եթերների հեռարձակումները իրականացնում, որովհետև տեսնում ենք, որ քաղաքացիները ինքնուրույն կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները եւ իրենք իրականացնում են բոյկոտը տեղում առանց ուղիղ եթերների, առանց տեսաձայնագրությունների, պարզապես մտնելով այդ ուղևորցը չվճարելով եւ վարորդներին շնորհակալություն հայտնելով։ Բոյկոտը իրականում իրոք եմ ասում, որովհետև ամեն օրվա ռեժիմով, ես քանի որ ինքս էլ հանրային տրանսպորտից եմ օգտվում, ես ավտոբուսների վարորդների հետ եմ խոսում, տրոլեյբուսների վարորդների հետ եմ խոսում եւ նաեւ երբ որ նստում եմ երբեմն լուռ փորձում եմ հասկանալ տրամադրությունները, այո, բոյկոտը իրականում մեծ թափ է հավաքում եւ քաղաքացիները, նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր վճարում էին բանկային քարտով եւ տեսնում են, որ մեկ անգամ մերժվելուց հետո, երկրորդ անգամ մերժվելուց հետո երեկոյան իրենց բանկային քաղվածքում գալիս է վճարումների մասին ծանուցումներ, այսինքն եթե այդ օրը տվյալ քաղաքացին երկու անգամ օգտվել է ավտոբուսից, ինչ որ տեղ է գնացել եւ վերադարձել, այդ ուղևորությունը իր վրա արժեցել է մոտավորապես 1600-1750 դրամ, որովհետև քանի անգամ որ ինքը մոտեցրել է բանկային քարտը եւ մերժում է արձանագրվել վալիդատորի կողմից, այդքան անգամ գումարը հետագայում քաշվում է եւ քաղաքացիներն էլ ասում են, որ այս խաբեություն է մեր այսքան դժվար կյանքին հավելյալ ծանրություն է փոխանցում այս ամեն։ Օրինակ հենց այսօր վաղ առավոտյան, երբ որ ես ավտոբուսի մեջ փորձեցի օգնել մի տատիկի, որը խնդրեց, թե խնդրում եմ իմ կտրոնով վճարում իրականացրեք, ասացի, որ պետք է բոյկոտել, ամեն դեպքում որ խնդրեց, ասացի փորձենք։ Տատիկը հենց նոր էր առել, երրորդ մասի խանութների մեկի տեսելի ապարատից, բայց մերժում ստացավ։ Եվ այդ կինը ասաց, որ ես գիտեք, քանի անգամ եմ գնում այս քարտերը եւ միշտ մերժում եմ ստանում, ինձ որևէ փոխանցում տեսելից փոխհատուցում չի էլ իրականացվում։ Եվ մենք երկուսով զրուցելով քաղաքացիներն էլ կողքից հիշեցնելով, որ բոյկոտը լավագույն տարբերակն է, եկանք այն համոզմանը, որ տատիկը այլևս չպիտի վճարի եւ նաեւ իրավունք ունի դիմելու տեսել ընկերությանը պահանջելու, որ այդ կտրոնների գումարի չափով իր հեռախոսը լիցքավորի տեսել ընկերությունը։ Այստեղ պիտի հարց առաջանա, թե ինչու հենց տեսել ընկերությունը, որը մասնավոր դիրք է զբաղեցնում ուղևորցի վճարման համակարգում, չի ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի քաղաքացիների կյանքը էլ ավելի չբարդացնի։ Շատ են քաղաքացիները, ովքեր ամոթից դրդված, դեմ լինելով ուղևորցին, բայց քանի որ երբեմն երեխաներին մանկապարտեզ են տանում բերում, ստիպված են լինում ուղևորցի այդ թերթիկները, QR թերթիկները գնել եւ գնելու րոպեից հետո, երբ որ մոտենում են վալիդատորին եւ մերժում են ստանում, դուք հասկանում եք դժգոհության ալիքը։ Արդեն բոյկոտը ինքնին հասունանում է եւ այս քաղաքացիները ասում են, որ սա թալանի յուրահատուկ տարբերակ է։ Ավտոբուսի մեջ նստում ես, կարծես չես վճարում, քեզ նվաստացած ես զգում, բայց քո գրպանից այդ գումարները արդեն տեսելին դու վճարել ես։ Այստեղ նաեւ իրենք քաղաքային իշխանությունը չի կարողանում ստեղծել այնպիսի ծառայություն, այնպիսի համակարգ, որ անցնի անխոչնդոտ առանց խնդիրների։ Այսինքն իրենք ինչպես ձախողել են քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, ձախողել են նաև ուղևորցի թանկացման ոլորտը եւ մեր քաղաքացիներին փառք ու պատիվ, ովքեր բոյկոտում են, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում,
Նաև ակտիվ քաղաքացիներ ունենք, ովքեր իրենք տեղում ավտոբուսի մեջ ինքնակազմակերպվում եւ տարբեր տեսաձայնագրություններ են իրականացնում արդեն համացանցում իրենց էջերում տեղադրելով։ Տիկին Աղեկյան, դուք նշում եք, որ բոյկոտը նոր մեծ թափ է հավաքում, սակայն թե մենք ենք ականատես լինում, թե զրույցներում պատմում են, որ տրանսպորտի համար նախատեսված 150 դրամ ուղևորը մարդիկ մեկ մարդու պես վճարում են։ Ես դեմ եմ այդ համոզմունքին, ականատեսն եմ, այսինքն եւ հակառակն եմ տեսնում ինչ է իրականում տեղի ունենում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունը ոմանց ըստ պտտվող եւ շրջանառվող լուրերի տրամադրել է անվճար քարտեր, որպիսի իրենց մերձավոր ազգականներին եւ տարբեր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր հիմնարկների, տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին, ովքեր որ հստակ հանձնարարականով նստում են ավտոբուսների մեջ եւ իրենց քարտով վճարելով փորձում են ամոթի մթնոլորտ ստեղծել եւ դրա համար էլ մենք ասում ենք, որ սա նյարդերի պայքար է եւ պետք է մենք չընկրկենք, մեր նյարդերը պետք է ավելի ամուր լինեն, քան իրենցը, որովհետեւ մենք պայքարում ենք, մեր քաղաքացիները պայքարում են ոտնահարված իրավունքների համար եւ չպետք է թալանվողը ամաչի, պետք է թալանողները ամաչեն, որ իրենք սոցիալական ծանր վիճակում ապրող քաղաքացիներին ստիպում են, պարտադրում են ավելի թանկ վճարել։ Մենք նաև ականատես եղանք, որ այս քաղաքային իշխանությունը ստիպեց վարորդներին անհարգալից բառեր օգտագործել անչափահաս դպրոցահասակ երեխաների հանդեպ, ովքեր այդ պահին չէին կարողացել վճարել ուղևորը։ Փորձեցին տարբեր եւ նաեւ ձայնագրություններից մեկում հստակ լսվել է, չէ, որ ասում են մերոնք են, այդ մարդիկ մեր մարդիկ են, ովքեր ասում են, որ վճարեք եւ հակառակ պարագայում իջեք մեքենայից։ Այդ մարդիկ մեր մարդիկ են, ձայնագրությունները համացանցում կան եւ բոլորս այդ ամենի ականատեսն ու ունկնդիրն են եղել։ Ուստի մեր քաղաքացիները բոլորը միանշանակ դեմ են։ Իսկ եթե երբեմն էլ այդ QR թերթիկները գնում են, ապա գնում են միայն ամոթից դրդված։ Ես կարող եմ ասել, եթե մարդիկ միայնակ են երթևեկում, իրենք ձեռք չեն բերում QR թերթիկները, երբեմն երբ որ երեխաներին են դպրոց մանկապարտեզ ուղեկցում, որպեսզի երեխայի ներկայությամբ վեճերի ականատեսը չլինեն, մասնակիցը չլինեն, այդ պարագայում փորձում են ձեռք բերել։ Բայց պաշտոնական թվերը, որոնք հրապարակում է այս քաղաքային իշխանությունը, գալիս են փաստելու, որ ուղևորահոսքերը բավականին պակասել են, իսկ սա արդեն խոսուն վկան է, արձանագրությունն է բոյկոտի իրականացման։ Բոյկոտը իրականում եմ ասում, մեծ ծավալներ է հավաքում։ Ի վերջո ինչ է մեզ սպասվում, արդյոք տրանսպորտի գինը կմնա նույնը, կթանկանա, թե կեժանանա։ Կախված է յուրաքանչյուր քաղաքացուց։ Եթե յուրաքանչյուր ուղևոր ով ցանկանում է ունենալ 50 դրամով տրոլեյբուսից օգտվելու ծառայություն, իրավունք եւ հնարավորություն, ով ցանկանում է օգտվի մետրոյից եւ ավտոբուսից 100 դրամով, ապա նա պետք է իր քաղաքացիական պարտքը համարի ինքը մասնակիցը լինելու այս իրավիճակի։ Այ եթե բոլորս միահամուռ այնպես ինչպես բոյկոտում ենք այս օրերին, այդ բոյկոտի տեմպերը պահենք մինչև որ ընկրկեն քաղաքային իշխանության նյարդերը եւ նրանք ստիպված լինեն քաղաքացիների թանկացմանը դեմ լինելու որոշման հետ հաշվի նստելու, ապա այս պարագայում բնականաբար կկարողանանք ունենալ ուղևորց, որը կլինի 100 դրամ, մինչև 100 դրամ եւ 50 դրամ էլ մետրոյի պարագայում։ Բոյկոտի ելքը մեր քաղաքացիների ձեռքերում է։ Տիկին Աղեկյան եւ մեր վերջին հարցը այսօր պարզ դարձավ առավոտյան, որ Ժոնգտոնգ Մակնիշի ավտոբուսի դռների արանքում վարորդը ուղևորին թողել է եւ վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ ձեզ ինչի համար է վարորդը նման բան արել։ Միգուցե անզգուշության հետևանք է, թե դիտավորյալ ինչ որ։ Այ երբ որ վարորդները միայն կատարեն իրենց աշխատանքային պայմանագրի պարտականությունները,
այսինքն չկատարեն հսկիչների դեր, որ իրենք հսկիչ չեն, այլ պարզապես վարեն մեքենան, իրենց ուշադրությունը կլինի մեքենայի վարելուն, դռների բացվել եւ փակվելուն, ճիշտ ժամանակի բացվելուն եւ փակվելուն, եւ նման իրավիճակների առջեւ մենք չենք կանգնի։ Վարորդը, ով որ արել է այս անկարգությունը, որը քաղաքացու առողջական խնդիրներ եւ ֆիզիկական խնդիրներ է առաջացրել, բնականաբար պիտի կանգնի պատասխանատվության առջև եւ նաեւ այն անձինք, ովքեր կլինեն դիսպետչեր կամ այլ հրահանգողներ, ում ձայնային հաղորդագրությունները մենք լսել ենք համացանցում, ովքեր հրահանգում են վարորդներին դռները փակել ժամանակից շուտ կամ չբացել ընդհանրապես, մանավանդ երկրորդ դուռը չբացել, որպեսզի առաջին դռնից այսպես խցկված ժամերով կանգնի այդ ավտոբուսը, այն նրանք եւս պետք է կանգնեն պատասխանատվության առջև հենց այս դեպքում, քաղաքացուն վնաս պատճառելու դեպքում, որպեսզի հաջորդ վարորդները ավելի զգոն լինեն իրենց աշխատանքային լիազորությունը կատարելուն։ Իդեպ Մայր Հայաստան խմբակցությունը ասում է, որ վարորդների հետ պետք է լինել բարեսիրտ, բարեխիղճ լինել եւ նրանց բարեհամբույր լինել եւ նրանց պարզապես շնորհակալություն ասել իրենց կատարած աշխատանքի համար։ Մենք չենք մոռացել, չէ՞, որ վարորդներն էլ էս համակարգի դժողներն են եւ ամիսներ առաջ հենց իրենք էին գործադուլ իրականացնում եւ տարբեր աշխատանքային նվաստացուցիչ պայմանների բարելավում էին ցանկանում։ Այն ուղևորները, ովքեր այսօր բոյկոտում են եւ ընդհանրապես ժողովուրդը կանգնած էր վարորդների իրավունքների պաշտպանության կողքին, Մայր Հայաստան խմբակցությունը եւս կանգնած էր վարորդների կողքին, այնպես որ վարորդներին հորդորում ենք լինել զգոն, մեքենան վարելիս միայն լինել վարորդ, կատարել աշխատանքային պայմանագրի գործառույթները եւ մեր քաղաքացիներին վնաս չպատճառել։ Ես ուզում եմ նաև հավելել, որ սա առաջին դեպքը չէ, չնայած առաջինն է, որի մասին խոսվեց բարձրաձայնով, սակայն մենք ստանում ենք ահազանգեր պարբերաբար եւ անգամ ականատեսել ենք լինում, երբ վարորդը դռները փակում է մարդկանց վրա։ Անգամ հղի կնոջ վրա այդպիսի մենք ականատեսը եղանք, անմիջապես ահազանգեցինք, բախտներս բերեց, որ այդ կինը վերարկուով էր եւ վերարկուն ու տոպրակները ոնց որ մնացին դռների արանքում, ինքը մնաց դրսում, ոնց որ բախտի բերմամբ վնաս չկրեց, առողջական խնդիրներ չունեցավ, բայց վարորդները պետք է լինեն ավելի ուշադիր։ Ոչ միայն կատարեն են ապօրինի հրահանգները, որոնք իրենց պարտադրում են, այլ կատարեն իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված լիազորությունները, այսինքն A կետից B կետը բարեխղճորեն տեղափոխեն մեր ուղևորներին։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի հետևորդներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում։ Կհանդիպենք։